Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 29։ Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ քո խոսքի պես։ Սաղմոս 119 գլուխ 58 խոսք։ Աստված, ով Սաղմոսերքուին տվել էր խոստում իր խոսքում, իր շնորհով նրա մեջ ներշնչեց հույս այդ խոստման նկատմամբ, տվեց նրան հնարավորություն վստահելու դրան և արթնացրեց նրա մեջ դրանից մեծ օրհնությունների սպասումը։ Միթե Աստված մեր մեջ չի ներշնչել ավելի մեծ ցանկություն հոգևոր օրհնությունների նկատմամբ, քան ցանկացած երկրային բարիքի, և միթե նա այնքան ողորմած չի եղել, որ բավարարի այդ ցանկությունները։ Միթե նա մեզ չի լցրել այս օրհնությունների հույսով, և միթե նա այդքան արդար չի լինի, որ կատարի այդ հույսերը։ Նա, ով իր հոգով հավատք գործեց մեր մեջ, մեր հավատքի համեմատ կգործի նաև մեզ համար և մեզ չի հիասթափեցնի։ Նրանք, ովքեր Աստծո խոստումները դարձնում են իրենց բաժինը, կարող են խոնարհ համարձակությամբ դրանք դարձնել իրենց աղաչանքը։ Նա, ով իր հոգով հավատք է գործում մեր մեջ, կգործի նաև մեզ համար։ Աստծո խոսքը մխիթարություն է խոսում նեղության մեջ, և եթե այն շնորհքով մեզ սրբացնում է, ապա դրա մեջ բավարար զորություն կա մեզ հանգստացնելու ցանկացած հանգամանքներում։ Մենք պետք է վստահ լինենք, որ մեր հավատքի համար ունենք աստվածային օրենքը, և թող ծաղրողները մեզ չհամոզեն, որ հեռանանք նրանից։ Աստծո վաղեմի դատաստանները մխիթարում և քաջալերում են մեզ, որովհետև նա շարունակ նույնն է։ Մեղքը գարշելի է բոլոր նրանց աչքերում, ովքեր սրբացվել են։ Շատ չանցած հավատացյալը կհեռանա մարմնից և կլինի Տիրոջ հետ։ Իսկ մինչ այդ Տիրոջ պատվիրանները մեզ դրդապատճառներ են տալիս երախտապարտ գովասանքի համար։ Դժվարին պահերին և գիշերային լռության մեջ հավատացյալը հիշում է Տիրոջ անունը և ուժ է գտնում պահելու օրենքը։ Բոլոր նրանք, ովքեր հավատքը դարձրել են իրենց առաջնահերթությունը, ընդունում են այն աննկարագրելի հաղթանակը, որը այն բերել է իրենց։